Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Այս տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններն արդեն իսկ բավականին այսպես ծանրակշիռ մեկնարկ են ապահովել արդեն սկսված 2026 թվականին ուրվագծել շատ հետաքրքիր միտումներ։ Մեկը իհարկե այն ինչ տեղի ունեցավ Վենեսուելայում։ Չխորանալով դրա պատճառահետևանքային կապերի մեջ, այնուամենայնիվ ֆիքսենք հետևանքները եւ եզրակացությունները։ Դա նշանակում է այն, որ Ռուսաստանի հետ պայմանագրերը ռազմավարական գործընկերության մասին, ռուսական շահերը, ներդրումներն այնտեղ, Ռուսաստանի դիրքավորումը, դիրքորոշումը կոնկրետ երկրի հետ կապված, ռուսական զենքը, ռուսական բանակը, ռուսական դրոշը, ինչպես այն երկու տանկերների դեպքում 3 ռուսական կոպեկ չարժեն։ Սրան զուգահեռ մենք տեսնում ենք բավականին բուռն իրավիճակ մեր բարեկամ հարևան Իրանում, որտեղ ուղղակի արդեն զանգվածային դժգոհությունները եւ բողոքները արդեն թևակողել են ուղղակի ապստամբության փուլ։ Եվ ի տարբերություն նախորդ նման ալիքների, երբ միայն գոռում էին կորչի բռնապետությունը, այժմ նաեւ պոզիտիվ օրակարգ կա, բոլորը արդեն գլխավոր կարգախոս են դարձրել Ջավիդ Շահ, կեցցե շահը, խոսքը թագաժառանգ Ռեզա Փեհլևիի մասին է, ով գրեթե ամեն օր ուղերձներով է հանդես գալիս եւ օրինակ երեկվա ուղերձը այս պահի դրությամբ հավաքել է շուրջ 80 միլիոն դիտում։ Իրանի բնակչությունը 90 միլիոն է, ընդ որում այդ ուղերձը պարսկերեն էր, բնականաբար պարսկերեն չիմացողները իմաստ չունի այն նայեն, բայց տեքստն էլ կա, ընդ որում սա միայն Ինստագրամում։ Եվ իհարկե ամերիկյան պատվիրակության այցը Բաքու եւ դրանից հետո մի այսպես մի պարոքսիզմ խաղաղասիրության, որը պատել է Իլհամ Ալիևին եւ նա ուղղակի խոսում է այլևս այն մասին, որ պարտվողներ չպետք է լինեն, մենք գնում ենք առաջ, պատերազմ չկա, խաղաղություն, միայն խաղաղություն։ Հայտնի դարձավ, որ նա ուղղակի հորդորում էր ամերիկացիներին չեղարկել 907 ուղղումը այդ ազատության պաշտպանության ակտի կամ 907 բանաձևը, որը ըստ պատժամիջոցներ է շարունակական ապահովում Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանի նկատմամբ թշնամական քաղաքականության համար, ըստ ամենայնի ամերիկացիները ուղղակի նրան բացատրել են դրա շատ ուղիղ ճանապարհը։ Խաղաղություն Հայաստանի հետ, համագործակցություն Հայաստանի հետ, թշնամական գործունեության դադարեցում։ Գնա եւ ապահովի եւ կստանաս 907-ի չեղարկում։ Փորձենք այս ամենը հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրն է Ալիք մեդիայի հիմնադիր, արևելագետ եւ կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանը։ Բարով եք եկել, պարոն Խառատյան։ Ուրախ եմ նորից ձեզ տեսնել, արդեն նոր տարում առիթից օգտվելով շնորհավորում եմ ձեր անցած տոները, ամանորը եւ Սուրբ Ծնունդը եւ շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ եւ մեր հեռուստադիտողներին ես ուզում եմ շնորհավորել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, հուսամ լավ նոր տարի ամանոր են արել, լավ տոնել են եւ առավել արդյունավետ պիտի մտնենք 2026 թիվ, ինչի մասին արդեն խոսեցիք, ակտիվության պակաս կարծես թե չկա։ Այո, դե ինչ, մտնենք աշխատանքային ռեժիմ եւ ուրեմն ինչ մենք տեսանք այս անցած վերջին ժամանակահատվածում կապված Վենեսուելայի հետ, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի արտգործնախարարության են առաջվա այն բոցաշունչ կեցվածքից ոչինչ չի մնացել, հիշեցնում եմ իմ մրթմրթացող ծերունու, հա, որը
այնտեղ թորներից ընդհանրապես գանգատվում է միայն իր անզորության մեջ, դե մի քիչ էլ այսպես ծերունական այդ սինդրոմներով ինչ է տեղի ունենում, խնդրեմ։ Տեղի ունենում ամրագրում աշխարհակարգի փոփոխության, իսկ մասնավորապես այս կոնկրետ պարագայում Միացյալ Նահանգների գործող վարչակազմն այլևս որևէ կերպ, որևէ բանի, որևէ ինստիտուտի հետ հաշվի չնստելով իր շահերի դիրքից ելնելով գործողությունների է գնում, ընդ որում դա անում է շատ կոնկրետ առանց որևէ նույնիսկ ամենամտերիմ պարտներների հետ դա քննարկելու։ Մի լավ գործընկեր ամերիկյան ինձ ասում էր, դե ձևակերպումը մոտավորապես հետևյալն է, մեր նավթը, որ ձեր հողի տակ է։ Մենք գործ ունենք համարյա 30 միլիոն ունեցող երկրի հետ, Լատինական Ամերիկայի թերևս առավել խոշոր եւ հակաամերիկյան քաղաքականություն վարող երկրի, Կուբայից թերևս հետո, մենք տեսնում ենք ամերիկյան ռազմական գործողություն, դե վերանվանել են չէ նախարարությունը պատերազմի նախարարություն եւ առանց որևէ զոհ տալու թվերը վենեսուելական հատված կողմից կարծես թե 300-ը գերազանցել է, պետք է ենթադրել, որ ամերիկյան օդային ուժերը ի սկզբանե եւ հետո արդեն հետեւակը կարողացել են այդ երկրի թերևս ամենապաշտպանվող գոտին հասնել, առևանգել են տեղից նախագահին եւ կնոջը, նախագահին, որը 2024 թվականի ընտրությունները, որի արևմուտքի կողմից չեն ընդունվում, կեղծված ընտրություններ լատինոամերիկյան մի շարք եւ ուրեմն այս բոլոր հիմքերը հաշվի առնելով Միացյալ Նահանգները միանձնյա որոշում է կայացրել գործողություն իրականացնել։ Սա շատ բան է փոխում, տարին ամերիկացիները սկսել են ոչ միայն խոսելով, այդ հայտնի ձևակերպում կար տակո Trump always chickens out, Trump-ը միշտ վերջին պահին վախենում է, կարծես թե այդպես չի, կարծես թե այլևս բոլորը հասկանում են, որ Միացյալ Նահանգների այս վարչակազմը ինչ ասում է, դրա հետևից գնալու է եւ կարծում եմ, որ եւ Վենեսուելայի անմիջական հարևանությամբ, իսկ առաջին հերթին Մեքսիկայի պարագայում եւ աշխարհում մենք տեսնում ենք, թե Դանիան ինչպես է պատրաստվում Գրենլանդիայի հետ կապված հնարավոր խնդիրներին, իսկ այնտեղ առնվազն չես կարող էլի նարկոբարոնների մասին խոսել, չէ՞։ Այսինքն Միացյալ Նահանգները միանձնյա որոշելու է որն է իր շահը եւ գնալու է գործողությունների։ Բացի այն, որ Ռուսաստանը բնականաբար, այսպես ես փորձագիտական միջազգային բնականաբար պաշտոնական հայտարարությունները դատապարտող էին, առավել ուժեղ դատապարտող հայտարարություններ ենք լսել Չինաստանից, սա առաջին հերթին Չինաստանի շահերին է հարվածում նավթի այնտեղ չինական ներկայության 65 միլիարդ ներդրման մասին։ Սրան նախորդել էր չմոռանանք Պանամայի նեղուցի, կարգավիճակի փոփոխությունը, որը նույնպես չինացիների հնարավորությունների սահմանափակումն էր, այսինքն մենք տեսնում ենք գործողությունների հետևողական ընթացք եւ որքան էլ սա անվանենք մի վարչակազմի քաղաքականություն, ամերիկյան պետությունը իր գիտելիքը, կարողությունը եւ իմացությունն է առաջ մղում եւ ավելին ասեմ, անգամ այս վարքագծի հարցում չափավոր լիբերալ կոնգրեսականների եւ սենատորների հայտարարություններն էին նայում, Ռուբիոն Միացյալ Նահանգների պետքարտուղարը, որը այս պահին մինչև այս գոնե 3 պաշտոն ուներ, հիմա 4-րդ պաշտոնն են կարծես տվել, հիմա Վենեսուելա պիտի ղեկավարի, ես չգիտեմ այդ ոնց է արվելու, բայց Ռուբիոն ժամանակ էր գտել սենատորներին ուրեմն զեկուցելու թե ինչ է տեղի ունեցել եւ դեմոկրատ սենատորներն անգամ թեթև հարցեր տալով մեծ հաշվով դեմ չէին նրան, ինչ տեղի է ունեցել, ուրեմն կարելի է ենթադրել կամ կարելի է պնդել, որ սա Միացյալ Նահանգներում ներքաղաքական էլիտաների շրջանում ունի կոնսենսուս, չնայած միջազգային իրավունքի բացարձակ անտեսմանը, դե տեսնում ենք արդեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, չգիտեմ, օրը մի քանի անգամ արվող հայտարարությունները, որոնք ուղղակի որևէ մեկն այլևս ուշադրության կենտրոնում չի պահում, այդ ընթացքում Միացյալ Նահանգներն այսօր հայտարարում են նաև ՄԱԿ-ի հետ առնչվող մի շարք կառույցներից իր մասնակցության դադարեցումը, ոչ միայն ֆինանսական, այլև ֆորմալ պարտավորությունները, որ ունի, ուրեմն մենք մտնում ենք անդամակցությունը բուն մի շրջափուլ հերթական, որտեղ արդեն ֆորմալ ձևակերպվում է, որ աշխարհակարգը չի գործում, ուրեմն ով ինչ կարողանա, որտեղ կարողանա պիտի անի։ Հիմա հետևանքները սրա, այսինքն լավ հասկացանք Միացյալ Նահանգները իր անմիջական հարևանությամբ կարող է այսպիսի գործողություն անել եւ ուրեմն ցույց տնել, որ տեսեք, ես չեմ էլ պատերազմում, ես ուղղակի կոնկրետ թիրախային գործողություն եմ անում
տեսնում ենք Չինաստանի գերակտիվությունը Թայվանի շրջանում, ամենամեծ ուրեմն զորավարժությունը, չմոռանանք, որ այստեղ ամեն ինչ հանդարտ չի եղել, նույնիսկ նախկին ադմինիստրացիայի օրոք, հա։ Տեսնում ենք Սաուդյան Արաբիայի ակտիվացումը Եմենում, որտեղից տեսանք նախորդին Եմենի հարավային հատվածում էմիրությունների հետակացություն ունեն այնտեղ, փախուստը այնտեղից եւ փաստացի ռուսերեն ասում են «Բիրուտ всё, что плохо лежит»։ Այսինքն ամեն մեկն իր անմիջական հարևանությամբ այնինչ լավ այնպես կարող է օգտվել իրավիճակից կամ առիթից, ուրեմն օգտվում են այդ իրավիճակից առիթից, ասելով դե ձեզ կարելի է մեծ բոլորիս է կարելի։ Դրան զուգահեռ տեսնում ենք Թուրքիայի գերակտիվությունը Սիրիայի հյուսիսում, Հալեպում, որն ինձ համար առավել անհանգստացնողն է հատկապես հայկական համայնքի տեսանկյունից ելնելով, որովհետև այս պահին տեսնում ենք, հենց այսօր տեսնում ենք ռազմական գործողություններ, փաստացի 200,000 քրդերը, որոնք Հալեպում են ապրում, թիրախում են հայտնվել, այնտեղ կան թուրքոմաններ, արաբներ եւ հայեր, քաղդեացիներ, որոշ քրիստոնեական հարանմանության ներկայացուցիչներ, որոնք չափով ամենափոքրն են եւ փոքրաթիվը ես մեծ հույս ունեմ, որ մեր Սփյուռքի հանձնակատարն ու արտգործնախարարությունը կոնկրետ այս հարցով գործողությունների է դիմում հիմա այդտեղ Հայաստան դեպ ունի գործող գլխավոր հպատոսություն ունի միաժամանակ Դամասկոսում էր, բայց դուք շատ ճիշտ եք, Հայաստանը 2002 թվականից ունի գլխավոր հպատոսություն գործող, չէ, 97 թվականից բացված հպատոսություն ունի ներողություն, այո, եւ բնական մայր համայնք է եղել Հալեպը մեզ համար, բայց այսինքն Թուրքիան գործող Սիրիայի գործող իշխանության Ահմեդ Աշարիայի հետ համաձայնության գալուց հետո ակտիվ ռազմական գործողությունների է անցել այս հատվածում, մենք տեսել ենք, որ հիշում ենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին, այսինքն 2023-ի դեկտեմբերից, երբ Ասադը փախավ Սիրիայից, իշխանություն փոխվեց, քրդերի խնդիրն ամենախնդրահարույցներից էր, որովհետև միևնույնն է քաղաքացիական պատերազմի այս հսկայական տարիներից, այսինքն ավերից հետո 13 տարի տևած քաղաքացիական պատերազմից, որ երբ Սիրիան դարձրել էին մուսուլմանական աշխարհի պոչամբարը եւ որտեղից ով ասես հայտնվել էր այնտեղ, հիմա այնտեղ գործող նախագահը նույնպես այնպես չի, որ ունի ամենամեծ բանակը, հա, մոտ 35-40 հազար է գնահատվում այն Ալ-Կաիդայից դուրս եկած խմբավորումները, որոնք ժամանակին նաև իսլամական պետություն էին կառուցում, եւ սա ամենամեծը չի, ես տվյալներ ունեմ, որ Լաթաքիայի հատվածից ալավիների մոտ 200,000-անոց խումբ է դուրս եկել այս տարվա ընթացքում, մի մեծ մասը Լիբանանում է, մի մասն էլ Ինդոնեզիայում, ինչը շատ հետաքրքիր է, սրանք Ասադին առավել մտերիմ կամ առավել աջակցողներն են եղել, որոնք թիրախ կարող էին դառնալ, եւ ուրեմն ինչ որ կոնֆեդերատիվ տրամաբանության մասին պիտի խոսք գնա, ինձ մոտ տպավորություն կա, որ Թուրքիան իր առջև խնդիր ունի դրած քրդերին շատ կոնկրետ դուրս մղել Հալեպի հատվածից, որպեսզի միջերկրական ծովի Կիլիկիայի հատվածը, եթե կուզեք, Իդլիբն արդեն վերցրել է մեծ հաշվով, հա, շատ ամբողջական չասեմ, որտեղ հակասություններ կան, բայց մղի դեպի հասակ է Կամիշլի, այսինքն հյուսիս-արևելյան Սիրիա, որը դեռևս շարունակում է Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին լինել, այդ սահմանը 1000 կիլոմետրից ավելի է ձգվում, բայց այնտեղ գոնե հյուսիսային Իրաքին մոտ կլինեն եւ կփորձեն քրդերին մոտավորապես սա եմ ես տեսնում որպես Թուրքիայի քաղաքականություն, քրդերին կամբողջացնեին այնտեղ եւ հնարավորինս ավելի կառավարելի կպահեին մի կողմից, իրենց ենթադրությունն եմ ասում, տարբեր քրդական խմբերի հետ գործ ունենք, եթե հյուսիսային Իրաքում քրդերը ցեղային են Տալաբանների եւ Բարզանիների հետ կարող ես ինչ-որ հարցում պայմանավորվել եւ պայմանավորություն ունել, Սիրիայում այդպես չի։ Սիրիայում այնուամենայնիվ քրդական նախատավորական կուսակցության եւ նաեւ տարիներ շարունակ հաշվի առնելով Սիրիայի ալավիական իշխանությունը, փոքրամասնությունները մի բան էին, քրդերը հատկապես առանձին էին Թուրքիայի դեմ որպես բուֆեր պահվող եւ իրենց էլ կարգավիճակի լուրջ խնդիրներ են ունեցել եւ այնտեղ եղել է, կարելի է ասել, առավել այսպես ասած ազատ տարածքը քրդական ըմբոստության կամ քրդերի ազատագրական պայքարի տեսանկյունից եւ ուրեմն այս ամենը փոխկապակցված է, այսինքն աշխարհակարգի կամ վարքագծի խոշոր խաղացողների կամ ամենախոշոր խաղացողի նման վարքագիծը ես ենթադրում եմ, որ Թուրքիայի պարագայում նաև Միացյալ Նահանգների հետ համաձայնեցված գործողություն է արվում Սիրիայում, որտեղ հետաքրքիր է լինելու առավելապես Իսրայելի մոտեցումն ու ասելիքը, որտեղ Իսրայելն էլ իր հերթին գիտենք այնտեղ հարավում դրուզական եւ նաեւ քրդերն առանձին խոսակցություն ունեն Իսրայելի հետ, այնպես չի թե Սիրիայում Իսրայելը շատ կուզի, որպեսզի թուրքական իշխանությունը շատ ուժեղանա, բայց Իսրայելը մի քանի ուղղությամբ է շարունակում գործողությունները, թվում նաեւ Լիբանանի հարավում, որտեղ դեռ 3 հետակոծություններ էին տեղի ունենում, մեղադրում էին գործող
իշխանություններին, Հեզբոլլահին ամբողջական չձեռնափակելու մեջ, եւ այս ամենը մեզ բերում հասցնում է Իրանին, որը մեր ամենաանմիջական հարևանությունն է, այն հարցից, որ դուք սկսեցիք, շատ ունիկալ իրավիճակ է Իրանում այս պահին, եւ սա շարունակությունն է իհարկե գործ երկրում տևական ժամանակ իրական բարեփոխումների չգոյության, հսկայական նաև քանակի ֆինանսական միջոցներ ռազմարտունաբերության մեջ դրած եւ դրա հիմնավորմամբ իբրև թե տնտեսությունը խելքի չբերած Իրանի իշխանություններին հիմա մեղադրում են նրա մեջ, որ արդեն բազարն է դուրս եկել, հա, շուկան է դուրս եկել, իսկ դա հենարանն էր գործող քաղաքական մեծամասնության, դա միջին խավ էր, բայց Իրանում բազար բառն եմ օգտագործում, որտեղ հենց բազար է, հա, այսինքն շուկան չի ամբողջացնում դա, լիրայի, ռեալի, կներեք, գիտեք, արժեզրկման պատճառով բողոքի ցույցերը արագ 1-2 օրվա մեջ փոխվեցին բնույթով, ապակենտրոնացվեցին, միայն Թեհրանում չեն, 27-28 քաղաքներում են արդեն բողոքի ցույցեր, 30 նահանգներում, 31 նահանգներից 28-ում ցույցեր, երկու քաղաք ենթադրաբար արդեն դեռ չգիտենք այդ ինչ, այսպես ասած, ֆաբրիկա ունեցող ցուցարարներ, հա, այնտեղ կան ազատության համար պայքարողներ, տեսնում ենք հիջաբ չկա պարզապես, արդեն վաղուց հունիս ամսից այս տենդենսը կար, Իրանի իշխանությունները 12-օրյա պատերազմից հետո այնքան թուլացած էին, որ հասկանում էին, որ հարցեր կան, որոնց մեջ իրենց այսպես կոչված բարոյական ոստիկանությանը ակտիվ գործողությունների մղելը կարող է շատ վատ արդյունքի բերել, եւ ուրեմն այս տենդենսը ազատականացման կամ առավել ըմբոստ վարքագծի, որ չէինք տեսել նախկինում ավելացող էր, տեսնում ենք նաև քրդաբնակ եւ բելուջաբնակ հատվածներում այլ տիպի ինտենսիվ ուրեմն պայքար եւ հասկանալի է, որ նույնիսկ այսպես կոչված Փեժեշկյանի ռեֆորմիստական ենթադրյալ ուրեմն իշխանությունը հանրապարակային հայտարարություններ է անում, որ այո, պետք չի ասել, որ ամեն ինչ լավ է, խնդիրներ ունենք, պետք է ժողովրդի հետ խոսել, լուծումների գնալ եւ ոստիկանական ուժերի նաեւ հրապարակային ուժ չկիրառելու վարքագիծ ենք տեսնում։ Այս պահի դրությամբ դրսից գործող մի քանի արևմուտքում գործող Դանիայում եւ Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպան կառույցների հրապարակումներ ենք տեսել, որ 36-ի է հասել զոհերի թիվը։ Ուզում հիշեցնել, որ 2 տարի առաջ, երբ առանց հիջաբի ուսանողուհու բռնությունը եւ դրա արդյունքում նրա մահը բերել էր մի քանի 100 մահվան, հա, այսինքն տեսնում ենք, որ եւ այն ժամանակ բողոքի ցույցերի ահագնությունը նույնիսկ սրան մոտ չէին, հա, բայց Իրանը տարբեր շրջափուլեր է անցել, առաջին մեզ ամենահայտնի այսպիսի բողոքի ցույցերի ալիքը 2009 թվականին էր, երբ ընտրությունների արդյունքները չեն ընդունել ընդդիմությունը, Մոսավին եւ Ահմադինեջադը մնաց իշխանության եւ այնտեղ բողոքի ցույցեր են, բայց դրանք առավելապես քաղաքական էին եւ ինֆորմացիայի եւ ինտերնետի հետ կապված խնդիրները թույլ չէին տալիս այս մասշտաբի տեղեկություն ունենալ։ Եվ ուրեմն այս ամբողջի մեջ իհարկե Իրանում ստեղծված դրությունը մեզ առավել շատ պիտի անհանգստացնի, միակ երկիրը, որը կարող է այս պահին իրապես ինչ-որ լուրջ աջակցություն ցույց տալ Իրանին, ենթադրաբար Ռուսաստանն է, կամ դա այն ինչ մենք տեսնում ենք արդեն լուրերը շրջանառվում արևմտյան լրատվամիջոցներում իբրև թե գործող ուրեմն այաթոլլա Ալի Խամենեին իբրև Մոսկվա պիտի փախչի, ես հարկված չեմ հավատալու այդպիսի բաների, բայց այո, շահի ակտիվացումը, շահի որդու ակտիվացումը, որը տեսել ենք նաև հունիս ամսին, որը նաև հանրային հրապարակային ելույթներում եւ հարցազրույցներում վերահաստատում է այն մոտեցումը, որ ինքը չի պատրաստվում վերադառնալու եւ Իրանում մոնարխիա հաստատել, ինքնանցումային ֆիգուրա լինելու, իր կյանքի գործը դա է, որպեսզի Իրանում այս վարչակազմը փոխվի եւ թեոկրատիան փոխվի աշխարհիկ պետության վերադառնալու, աշխարհիկ ժողովրդավարության։ Հենց այդ մի վերջին հանգամանք Իրանի ժողովուրդը աշխարհի ամենամեծ 90 միլիոնանոց Իրանը, որ դուք նշեցիք, աշխարհի ամենամեծաթիվ երիտասարդ բնակչություն ունեցող երկիրը ունի ունիկալ նաև փորձ, իմաստնություն եւ հիշողություն պետականության, դեռևս 1953 թվականից երբ Մոսադեղին հեռացրեցին ամերիկո-բրիտանական դավադրության արդյունքում եւ Շահին Սաուդյան Արաբիայից այն ժամանակ բերեցին եւ իշխանության դրեցին,
ինչ որ ժամանակ Իրանը կարծես թե տնտեսապես եւ տեխնոլոգիապես եւ մնացած առումներով աճում էր, բայց երբ 70-ականներից հակասություններ առաջացան Արևմուտքի հետ նաեւ իր հետ, նրանից փորձեցին ազատվել, հաշվի չառնելով, որ Ֆրանսիայից եկող Խոմեյնին կարող էր կրոնապետություն հաստատել։ Հիմա այնուամենայնիվ կան առանձին վախեր, որ կարող է տարբեր շահային գոտիներից աշխատանքը կրկնի մի ուրիշ փոխակերպում կամ սուբլիմացիա, եթե կուզեք, որը առանձնապես ձեռնտու չէ Իրանի ժողովրդին, չեմ կարող ասել, բայց ես գիտեմ, որ այդ վախերը կան, պարզապես այսպես կարելի ասել, որ հունիսյան 12-օրյա պատերազմից հետո արդեն նույնիսկ այն խմբերը, որոնք Ղոմում, Սուրբ քաղաքում, որտեղ այսինքն Ղոմում են հիմա բողոքի ցույցեր, այսինքն խնդիրն այլևս այն մասին չի, թե ինչ պիտի լինի, կարծում եմ, որ ինչ որ իմաստով մոտեցել է հանրային միտքը նրան, որ կոնսենսուս մինուս 1-ին ենք մոտենալու, այսինքն ինչ ուզում է լինի սրանից հետո, ինչ որ բան պիտի փոխվի։ Երկար ստացվեց կներեք, բայց կուտակված թեմաները շատ էին։ Դիտարկումներ են, պարոն Խառատյան, մի քիչ մանրամասնենք հաշվի առնելով հետևյալ հանգամանքները։ Այո, բազարը ողնաշարն է ընդհանրապես քաղաքական կայունություն Իրանի։ Հենց բազարի դժգոհություններ, որը բերեց ուրեմն շահի իշխանության ավարտին։ Սա փաստ է։ Բացի դրանից, վերջին այս բողոքի ալիքներ շատ են եղել եւ բազարը միշտ եղել է ընդգծված իշխանամետ։ Նորմալ թե շահի ժամանակ, թե շահից հետո կարևոր չի ինչպիսին է իշխանությունը, կարևոր է որ լինի իշխանություն եւ ապահովի բազարի աշխատանքը, կայուն պայմաններ ապահովի, որ գործունեությունն, այսպես ասենք, կոմերցիոն իմաստ ունենա, հա, այսպես։ Եվ առանձնապես նրանք քաղաքականացված չեն։ Քաղաքականանում են այն ժամանակ, երբ արդեն իշխանությունը էլ իր ֆունկցիաները դադարում է կատարել եւ խնդրի լուծումից վերածվում է խնդրի։ Ինչն էլ մենք հիմա տեսնում ենք։ Դա մեկ։ Երկրորդ հանգամանքը այն, որ տնտեսական առանձնահատկությունն էլ այն է, որ ըստ տարբեր տեղեկությունների 40-ից 60% տարբեր գնահատականներով այդ բազարի ամբողջ Իրանում վերահսկվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից։ Եվ այդ բազարն է ապստամբում այսօր։ Եվ հաջորդ հանգամանքը դա այն է, որ մինչև այդ ասում են, չգիտեմ, մահ կամ կորչի բռնապետությունը եւ այլն, թե ինչ լինի այդ մահից հետո կամ կորչիից հետո, դա մարդկանց չէր հետաքրքիր։ Հիմա շատ կոնկրետ է։ Գոռում են Ջավիդ շահ։ Եվ կա կոնկրետ մարդ, ով դիմում է ուղերձներով, այդ ուղերձները ուղղակի մի անպատկերացնելի ռեզոնանս են առաջացնում իրանցիների շրջանում։ Այս ամենը ուղղակի աննախադեպ է իսլամական հեղափոխությունից հետո։ Չէ՞ որ նման բան։ Մի բան էլ այս պահի դերությամբ սա ուղղակի բաց տեղեկատվություն է, Միացյալ Նահանգների ռազմաօդային ուժերը մեծածավալ տեղափոխություններ են իրականացնում, ուրեմն լիցքավորող ինքնաթիռների եւ ուրեմն տրանսպորտային ավիացիայի մեջն էլ ինչը հայտնի չի։ Իսկ Թեհրանում սա արդեն իմ տեղեկատվությունն է, ուղղակի այսպես էպիդեմիայի նման ասեկոսներ են տարածվում, որ Վենեսուելայից հետո ամերիկյան դելտան գտնվում է Էրբիլում եւ սպասում է հրամանի։ Իրաքում։ Այո։ Իրաքյան Քրդստանում։ Եվ նաեւ Միացյալ Նահանգների արձագանքը այսպիսինը չի եղել երբեք։ Իսկ սենատոր Լինցի Գրեմը ուղիղ տեքստով է ասում, եթե դուք շարունակեք սպանել ձեր մարդկանց, ովքեր լավ կյանք են պահանջում, Դոնալդ Թրամփը կգա եւ կսպանի ձեզ։ Եվ
նշելով օգնությունն արդեն ճանապարհին է, ասում է Լինցի Գրեմը։ Համեցեք։ Դրան ավելացնենք, որ դեռևս բացի Լինսի Գրեմը, որը այնուամենայնիվ օրենսդիր է եւ կարող էր քաղաքական հայտարարության տակ մնալ, Սպիտակ տունը հունվարի 2-ին հայտարարել էր, որ եթե զոհեր լինեն, ապա Միացյալ Նահանգները գործողությունների է դիմել, այսինքն նաեւ գործադիրն է այս մասին խոսում։ Իսկ հատկապես հաշվի առնելով, որ ամերիկյան, այսպես ասած, անverջ հաջողություն արձանագրող Թրամփը չի ուզում կանգ առնել մի կետում եւ այսպես կուզենա շղթայական ինչ-որ դրամաբանություն ունենալ, տեսել ենք հունիսին տեղի ունեցած չվերթները, չվերթ չասենք, մի քանի $100 միլիոն ինքնաթիռներով հարվածները Իրանի կոնկրետ թիրախային հատվածների, պարզ է, որ այսպես կոչված պատերազմի նախարարությունը պիտի սկսի աշխատել։ Ես հետևում էի նաև Վենեսուելայի օպերացիան իրականացրած գեներալի զեկույցին, առավել մանրամասն ցույց էր դրվում, թե բանակը գեներալը ինչ է ուզում, պատերազմ, չէ՞, այսինքն իրենք դա են ուզում անել եւ հիմա այս մեքենան թափանիվը ինչ որ իմաստով ակտիվ օրակարգ է դրվել։ Թրամփը թերևս կորցրել է հույսը, որ Նոբելյան մրցանակ է ստանալու, դե ասում է դա չի լինում, տեսնենք այլ ինչ կարելի անել։ Իհարկե մեզ համար ամենակարևոր հարցը կայունությունն է։ Մեզ Իրանը կայուն է պետք եւ Իրանի ժողովրդի ներքին պայքարը մեր փերով կարող վերլուծել քննարկել, բայց դա մեր խառնվելու տարածքը չի։ Եվ միայն այն պարագայում, եթե Աստված ոչ անի այնտեղ ինչ որ աղետներ լինեն, Հայաստանը պիտի ճշգրիտ ձևով կարողանա աջակից լինել Իրանի ժողովրդին, բացելով իր դռները, եթե դրա անհրաժեշտություն ունի, բայց դա նաև շատ սահմանափակ տրամաբանությամբ, որովհետև մենք գործ ունենք հսկայական պետության հետ։ Ես նկատի ունեմ Հայաստանը, ես եթե մեր դիրքից նայելու լինեմ, մենք պիտի հնարավոր սցենարների դեպքում մեր անելիքները քննարկենք առավելապես, բայց այն, որ շատ երկար սա չի տևելու, այլևս ակնհայտ է դարձել, եւ դա չի նշանակում, թե այնտեղ ամբողջական իշխանությունը փոխվելու, ասեմ, ձեզ շատ բարդ եմ պատկերացնում, որ այդպես արագ բան փոխվի, տևական ծանր անցում է, բայց որ անցում պիտի լինի եւ այդ փոփոխությունը արդեն իսկ դուրը ծեծում է, ինչպես ասում են, եւ խնդիր ունեն, որովհետեւ կրկնեմ Խամենեին էլի ձեր եթերներից քննարկել ենք 86-ամյա Խամենեին է, որը գիտենք ամենաառողջ վիճակում չի, ունի որդի, որին ենթադրաբար ինչ որ կերպ խոսք քննարկում են, բայց այնինչ դուք նշեցիք, իսկ մասնավորապես հեղափոխության պահապան կոչվող ոստիկանական կամ անվտանգային հսկայական այդ կոնգլոմերատը իրենց ամենամեծ փոփոխությունը մտքում եղել է այն բանից հետո, երբ մի շաբաթվա ընթացքում Իսրայելը թիրախային կարողացավ վերացնել շտաբի 2 պետի, կարողացավ բանակի գեներալների առանձին կետերում, այսինքն խոցելիության մակարդակը այնքան տեսանելի էր եւ մարդիկ էլ որքան էլ Իրանը փակ երկիր լինի, այնպես չի թե չեն տեսնում, չեն հասկանում, թե աշխարհում ինչ է կատարվում, այսինքն այդտեղ դրա համար եմ ասում դեռևս հունիսից Իրանում գործող քաղաքական իշխանության հիմքերը բավական լրջորեն խարխլվել են եւ օրինակ Ռուսաստանի հետ էին նայում պայմանավոր գիտեք անցյալ տարի ռազմավարական գործընկերության պայմաններ կնքեցին փոխանցեցին որ մի քանի 10-ից ավելի ինքնաթիռ տան 3 ինքնաթիռ են տվել մինչ այս պահը քաղավիացիա են մի քանի ուղղաթիռների մասներ խոսքը Ռուսաստանը չի կարողանում դրանք բերի իսկ իրենք ուրիշ ոչ մեկից չեն կարող առնել Ռուսաստանն էլ ուկրաինական պատերազմում մխրճված շարունակում է ինքն իր գործերի մեջ մնալ, ուստի պետք է երևի մի հատ էլ մտածել, չէ, այս 4 տարի տևող պատերազմը Ռուսաստանին այն որ խոսում են, ասում են հաղթում է, վերցնում է, տեսեք աշխարհում ինչքան է կորցնում։ Իհարկե։ Այսինքն այն մասշտաբի փոփոխությունները, որոնք եւ ես նաեւ ռուսաստանյան փորձագետներին լսելով ես Վենեսուելայի հարցում չէին ասում Մադուրոն լավն է, չէին ասում այդ երկրի ժողովրդի, ասում են, բա մենք այսօր ինչ լինենք, դրանք կարող էին իրենց տենց պահել։ Այսինքն չէին ասում, որ վատ բան են անում, մարդ են սպանում, միջազգային իրավունք են խախտում, ասում են, մենք այս հալին լինեինք, նրանք կարող էին այդպես անել, դե, հիմա այդ հալին եք եւ ես ասեմ մի ունիկալ իրավիճակ, երբ որ փաստացի թերևս մենք այս այն քիչ դեպքերից է, երբ գոնե այս պահին, ես չեմ խոսում պատմության ճիշտ ու սխալից, բայց հաստատ ամենավատ ուղղության մեջ չենք եւ այն բոլոր գլոբալ մարտահրավերները, որոնք առկա են,
գոնե մի քիչ մեզնից հեռու պահելու մեխանիզմներ ու բարձիկներ ունենք։ Իսկ հնարավորություններից էլ օգտվողի։ Դե տեսեք դուք նշեցիք օրինակ արդեն 4-րդ պատվիրակությունը ամերիկյան, որ Ադրբեջանն էր այցելել, այնտեղ չնայած Ալիևը իր այդ 3-ժամյա ասուլիսի ընթացքում խոսում էր այն մասին, թե դա վերաբերում է առավելապես ռազմավարական խարտիային, որ կողմերը պիտի ստորագրեն, բայց նաև չենք մոռանում, որ խոսակցություն կա J.D. Vance-ի այցի վերաբերյալ եւ որքանով ես եմ հասկանում, այդ այցը լինելու է եւ ոչ միայն Հայաստան։ Պես որ այս բոլոր ուղղություն եւ այսինքն այդ համընկումն էլ պատահական չի, հա, Իրանում են process-ներ տեղի ունենում եւ այս սահմանին ամենամոտ հատված է գալիս Միացյալ Նահանգների փոխնախագահը, բացի trip-ից, բացի այն մնացած ամենից, որ քննարկում ենք, մեզ համար առավել կարեւոր հարցը, որ պետք է մեր արժև դնել այս պահին, հատկապես հայ-ամերիկյան ֆրոնտում, դա այն է, որ հանկարծ ամերիկյան կողմը չորոշի, այսպես ասած, արտապատվիրակել Հարավային Կովկասում խոսակցությունը Թուրքիային, որովհետեւ մենք երկկողմը հնարավորինս ուժեղ պահենք ամերիկյան կողմի հետ այս բոլոր process-ներում, Թուրքիան դերակատար լինելու է անխոս եւ Թուրքիայի հետ առանձին մեր խոսակցությունը կա, բայց չլինի այնպես, որ այսպես ասած թողնեն մեզ իրենց վրա, մեր հիմնական գործը երկկողմ հայ-ամերիկյանն է եւ կոնկրետ այն ոլորտներում, որտեղ առաջընթաց ունենք կամ արձանագրված ուրեմն նպատակներ ու ծրագրեր ենք դրել, դրանց արագ եւ հնարավորինս արդյունավետ իրականացման վրա կենտրոնանալն է։ Պարոն Խարոցյան, նաեւ ուշագրավ է Ալիևի այս տրանսֆորմացիան հանկարծակի, այսպես պարոքսիզմի ձևով, որն արտահայտվեց ամերիկյան այդ պատվիրակության հետ, բավականին տենց մարդաշատ էր այդ սեղանը, հա, ըստ պրոտոկոլային լուսանկարների, դե պարզ է, որ չէին նստելու 10 րոպե խոսեին ու դուրս գային, հա, լավ քննարկումից հետո եկավ այդ եզրակացության։ Այսօր էլ վարչապետը իր ճեպազրույցի ժամանակ էլ ասաց, որ Ադրբեջանի հետ քննարկում կա, որ կողմերը ուղղակի իրենց համար հաս ցուցակագրում են, թե ինչ պահանջմունքներ ունեն տնտեսական, որ կարող են հակառակ կողմում ապահովել եւ այդ ապահովումը գտնել, ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից եւ ասելով, որ նորություն լինի կասենք։ Հիմա Ալիևն ահա այսպես է դիրքավորվում եւ խոսում է 907 բանաձևի մասին, դե 907 բանաձևն էլ, որ իրոք խանգարում է Ադրբեջանին, ունի չեղարկման մի ձև եւ ըստ ամենայնի հենց այդ մասին էլ խոսակցություն եղել է այդ երկար մարդաշատ սեղանի շուրջ, որը նախորդեց ահա այդպիսի հայտարարության։ Եվ այլ process-ները, որոնք տեղի ունեն Իրանում, ամենայն դեպս խոստանում են, որ Իրանը դեռ երկար ժամանակ զբաղված է լինելու ինքն իրենով։ Թե օրվա իշխանությունը կլինի դրա փոխարեն անցումային իշխանություն, անցումային իշխանությունը, ապագա իշխանությունը, կարևոր չի։ Մենք հիմա արդեն մտել ենք մի փուլ, երբ Իրանի համար արդեն ներսը շատ ավելի կարևոր է։ Բոլոր դեպքերում դա նշանակում է, որ էլ Միացյալ Նահանգների հետ էլ են գաղափարական հակադրությունը, մերժողականությունը, չգիտեմ, սատանա, մահ սատանային եւ այլևս որևէ մեկին չի տպավորում, մանավանդ ասում են Starlink-ներ են այնտեղ տասնյակներով վերել եւ ցրել քաղաքներով մեկ։ Իլոն Մասկն ավելի ակտիվ է խոսում Իրանի մասին, քան Ռուբիոն։ Այո, եւ դա փաստ է։ Մենք ինչ, այսպես ասենք, ակնկալիքներ պետք է ունենանք այս տրանսֆորմացիաներից, հա, տեսեք, ես Ալիևի այս տրանսֆորմացիան փորձում եմ այնուամենայնիվ շահկապել Իրանում այս process-ների հետ։ Եթե սխալվում եմ, ինձ ուղղեք, համեցեք։ Տեսեք, որքան էլ ասենք, որ այո, գուցե անհամեմատ ավելի մեղմ
բառամթերքեր կիրառում Ալիևը, եթե համատել ունենք նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածում գրեթե նույն ֆորմատով տված հարցազրույցի ընթացքում, բայց այնուամենայնիվ, եթե ասենք չէր ասում արևմտյան Զանգեզուր, ասում էր արևելյան Զանգեզուր, հա, նկատի առնելով, որ ուրեմն կա արևմտյանը։ Այնուամենայնիվ պնդում էր, որ կա Զանգեզուրի միջանցք։ Դե ասում է անունը ինչ ուզում է լինի, ֆունկցիան դա է։ Փառքաստու չէր խոսում փախստականների վերադարձի մասին, հա, այսինքն ես նկատի ունեմ այն մեզ համար հայտնի թեզերը, որոնք իրենք ակտուալ էին պահում, դրանք որոշ փոխակերպումներով այնուամենայնիվ դե հաշվի առնելով, որ նաև բնականաբար իր լսարաններ ներքին է, ոչ միայն արտաքին, պիտի շարունակեր ուրեմն, այսպես ասած, իր հզորությունը եւ իր նպատակներին հասնելը ուրեմն կամ իր հաղթանակները միանգամ էլ ուրեմն տոնել։ Բայց նաև տեսեք զգուշավոր բաներ էր խոսում, ասում եմ մենք հայերից օրինակ ենք վերցրել եւ հասկացել, որ շատ երկար տոնելը հաղթանակը չի կարելի, պետք է ակտիվ աշխատել եւ մենք ուրեմն մինչեւ վերջ ենք տանում այս հարցը։ Նաև չէր մոռանում որոշ, այսպես ասած, որոշ մեր նյարդերի դիպչել, որը միևնույն է, տհաճ է լսել, այդ գրեք ամերիկացիք ասում են get over it, թող անցնի, հա, մի պետք չի այդքան հաճախ այդ ամենը ասել, չի օգնում։ Բայց ինչ է մնալու ըստ էության, 907 բանաձևն այնուամենայնիվ որքան էլ ասենք քննարկվում էր որպես մեծ նվաճում, հա, Թրամփը ստորագրությունով հանեց, բայց դա կոնգրեսն է ընդունել, կոնգրեսն էլ պիտի վերացնի։ Օրենք է դա։ Իսկ այնտեղ մենք այնուամենայնիվ ունենք հայկական խմբերը, որոնք որ այդպես չի, որ թողնեն որ դա հեշտ լինի։ Օրինակ կարող է վաղը մյուս օր ամերիկյան կողմն ասի չենք կարողանում, որտեվ հայերն են խանգարում։ Հիմա մեկ էլ Ալիևը գա մեզ ասի, բա գիտեք գնացեք խոսեք նրանց հետ, մենք էլ ասենք գիտես որ մենք իրենց հետ կամ այս գործող քաղաքական մեծամասնություն իրենց հետ լավ հարաբերություններ չենք կարող եւ այդպես շարք։ Այս ցիկլի մեջ էլ լինելու ենք, թե 907 նստերության էլի հոգեբանական խնդիր է, որտեղ Ալիևը պարզապես խնդիր է դրել ամերիկյան կոնգրեսականների առջև, որ եթե օրինակ փետրվարին կամ մարտին պիտի ստորագրվի ռազմավարական խարտիա, գոնե ադրբեջանցիները ուզում էին այդ ժամկետներում դա ունենալ, ես վստահ չեմ, թե կարողացել են վերջնական բանակցել, բայց գուցե կարողացել են, կամ գուցե որոշ բարձրաստիճան այցեր նաև այդ նպատակով են առաջիկայում նախատեսում, ոչ միայն Հայաստան, բայց այո կա ընկալում, որ կարծես թե այս ամբողջ եւ հյուսիսում եւ հարավում, հա, ընդ որում եւ խորը հյուսիս, հա, Ռուսաստան, Ուկրաինա եւ այդ ամբողջ բարագծով եւ հեսա տեսնենք Դանիայում ինչա լինում, հա, այսինքն եւ հարավում Իրան, Սիրիա, Լիբանան, Եմեն, հա, այս մերձավոր արևելքի, մեծ մերձավոր արևելքի չդադարող կրակի մեջ փաստացի Հայաստան, Ադրբեջան նույնիսկ ոչ վերջնական լուծումների հասնող, բայց կարգավորված որոշակի վիճակը գուցե փրկություն է նաև Ադրբեջանի համար, որովհետև մենք որքան էլ դեռևս վերջնականապես ուշքի չենք եկել այս պարտությունից հետո, այնուամենայնիվ այնպես չի, թե ամեն ինչում պարտվողը միայն մենք պիտի լինենք, այստեղ շահային ուրիշ դիրքեր էլ կան եւ Ադրբեջանն էլ պակաս չի կարևորում կայունությունը իր պարագայում, իսկ Իրանում հնարավոր տարբեր փոփոխությունները կարող են նաև իր վրա ազդեցություն ունենալ, որով չենք մոռանում, չէ, Ատրպատականի ադրբեջանաբնակ հատվածը կա եւ որևէ մեկը ես օրինակ շատ հաճախ եմ լսել, այ Ադրբեջանը վերցնի բռնակցի եւ այլն Իրանը քանդվի, բան առաջին հերթին իրենք չեն ուզելու դա, ես ձեզ ասեմ։ Այդքան շիա մահմեդական մուսուլման այդ նավն ուզում ենք իսեն իրենց հետ, հա, օրինակ ես այդ հարցերն եմ տալիս հաճախ մեր միջավայրում։ Որում իրենցից էլ 3 անգամ առնվազն շատ։ Այդ եթե 20 միլիոն բնակչության մասին ենք խոսում, հա, այսինքն արդյոք դա իրենց պետք է լինելու։ Եվ ես չեմ էլ քննարկում Իրանի հնարավոր պառակտման տարբերակը, բայց խոսում եմ այն մասին, որ այս շարքումները կան, հա, այն աշխարհակական ուրեմն քննարկումներ ծավալող եւ արագ փոփոխությունների մասին խոսող, ասենք խոսում են Սիրիայի բալկանիզացիան, հա, այսինքն այնտեղ ավելի հավանական է այդպիսի հնարավոր էթնոսեկուլյար փոփոխություններով ինչ որ մի մոդել, քան Իրանի պարագայում եւ այո, համաձայն եմ ձեզ հետ, որ ինչ խոսք առավել ուշով Իրանին հետևում է Ադրբեջանը։ Այսօր նաեւ ֆիքսեցի նախորդին նաեւ ֆիքսեցի մեկ այլ բան, որ Ադրբեջանն այնուամենայնիվ մինչ այս կետը Իսրայելի հետ այդ հարաբերություններն ունենալով Պաղեստինը ճանաչել է, Պաղեստինի դեսպանություն ունի իր երկրում։ Այո։ Հա, մարդիկ ինձ ասում էին Պաղեստինը ինչի է ճանաչում Հայաստանը Իսրայելի հետ հարաբերությունը փչացնում։
եկեք լուրջ նայենք հարցին, հա։ Այսինքն ես ձեզ ասեմ ավելին, ես հիմա հնարավորություն եմ տեսնում Հայաստան-Իսրայել հարաբերությունների համար ինչ որ մի նոր հնարավորություն եւ ավենյու, որտեղ խնդիր ունենք դեռևս, որտեղ Իսրայելը դեսպան չունի Հայաստանում։ Պրեզիդենտ դեսպան։ Այո, ծածկում են Վրաստանից, բայց կամ Մոսկվայից։ Երուսաղեմում Դե մինչ այդ, բայց ասենք օրինակ վիզային խնդիրներ կամ բան Վրաստանով են կարգավորում, հա, հյուպատոսական ծառայությունները մենք ունենք ներկայություն, ինչը լավ է եւ կարեւոր, բայց ես ուզում եմ ասել, այս ամբողջի մեջ նաեւ հենց հիմա է բազմաբևեռություն դրսևորելու լավ հնարավորությունը, որովհետեւ փաստացի այնպես չի, թե մեր առաջ խնդիրը դրած այս կողմ գնացեք, թե այն կողմ գնացեք, եւ փառք Աստծո, որ այս պահին մեր առջև այդպիսի հարց դրած չէ։ Եվ ամփոփելով, պարոն Խառատյան, այս ամենը մենք ինչ քննարկում ենք, մենք տեսնում ենք, թե ինչ փոփոխություններ է նաեւ Թուրքիայում տեղի ունենում, որ Թուրքիայում ըստ էության, եթե մենք համարում էինք, որ նրանք ըստ էության, այսպես ասենք, սուննի զանգվածների մեջ առաջնորդություն ապահովելու համար ասենց հակաիսրայելական հռետորաբանություն են գործածում իրենց հրապարակային հաղորդակցության ընթացքում, բայց մենք տեսանք, որ բանը բանից անցել է։ Եվ ըստ էության Իսրայելը սա շատ լուրջ է ընդունում։ Ավելին նրանք խոսում են այն մասին, որ Իրանում այս դեպքերը պետք է ցանկացած ելքի պարագայում էլ չլինի այնպես, որ դրա շահառուն դառնա Թուրքիան ուժեղացման ձևով։ Եվ այսպես ասենք Թուրքիայի ազդեցությանը հարվածող քայլեր են ձեռնարկում, դա Սոմալիլենդի ճանաչումն է, դա Կիպրոսի եւ Հունաստանի հետ ռազմավարական եռանկյունու ձևավորումն է, որում թիրախավորելով հյուսիսային Կիպրոսը, ինչը տեղավորվում է նաեւ Եվրամիության ռազմավարական այսպես օրակարգի մեջ, հա։ Եվ ահա նաեւ մենք էլ Իսրայելի հետ այսպես որոշակի թարմություն ենք մցրել առնվազն շփումների մակարդակով, փորձելով հասկանալ, թե այդ ամենը ուր է տանելու։ Ձեր մեկնաբանությունը։ Ես տեսա, որ այսօր Ռուսաստանի դեսպանությունն էվակուացրել է Իսրայելից իր անձնակազմը։ Չգիտեմ սա ինչ կոնկրետ ազդակ է ենթադրում, բայց նաև տեսնում էինք, որ Իսրայելի գլխավոր շտաբը Իրանի հետ կապված փետրվարի առաջին շաբաթներին ինչ որ ծրագրեր ուներ։ Եվ օրինակ այս հարցում թերևս Թուրքիայի հետ էական հակասություն չունեն, բայց ուղղություններ կան, որտեղ դրանք իսկապես խորացած են եւ օրինակ նույն Ալիևը Գազայի հատվածում Ադրբեջանի հնարավոր հումանիտար աջակցության մեջ ներգրավվելու հարցում ամերիկյան դիվանագետի հայտարարությունը չեղարկելով ասաց, որ այդպիսի բան չկա, մենք չենք խառնվում այդ հարցերին, հա, Թուրքիային փաստացին այլ Թուրքիային ասելով, որ չենք խառնվում, եւ հենց այս տրամաբանության մեջ եմ ասում, որ գուցե սա լավ հնարավորություն է Հայաստանի համար Իսրայելի հետ լրջացնելու խոսակցությունը։ Ես միևնույն է չեմ հասկանում ինչու ենք մենք այստեղ դոփում, որովհետեւ ամենատարբեր ուղղություններով կապեր ունենք եւ կարող ենք աշխատել, եւ այնուամենայնիվ ձեր ասած պոզիտիվ օրակարգը, դրական օրակարգը դեռևս չենք կարողանում ձևավորել, հա։ Ինքը այսպես կայուն, սառը, մեծ հաշվով որևէ բան չունեցող հարաբերություն է, որտեղ իրարից անտեղյակ ինչ որտեղ կամ որևէ կերպ չկոորդինացվող, հա, այսինքն Իսրայել ճանաչելու խնդիր չունենք, վաղուց գիտենք, որ այդ խնդիրը լուծված է։ 2002-3-4 թվականներից սկսել ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել։ Լավ, Ադրբեջանի կարևորությունը Իսրայելի համար հասկացանք, բայց Իսրայել պետության մասին է խոսքը եւ Հայաստանը մեծ հաշվով արդեն տևական ժամանակ է այնպես չի, թե կարող է մեղադրվել Իսրայելի դեմ կամ Իսրայելի շահերի դեմ աշխատելու, ուրեմն այս իմաստով կարծում եմ կա այս ուղղությամբ անելիք, չգիտեմ ինչ ենք դոփում։ Իսկ թե որտեղ է լինելու հաջորդ, այսպես ասած, հիբրիդային բախումը դլինի Իսրայել-Թուրքիա թե այլոց հետ, ես առավելապես Սիրիան եմ տեսնում որպես դրա հիմնական կռվադաշտ։ Այո, եւ պիտի տեսնել թե Սիրիայի հարավի, Դերայի, Կունեյտրայի եւ այդ Սուեյդայի
նահանգներում Իսրայելի աճող ահագնացող ազդեցությունը եւ դրոզաբնակ այդ գոտին Դամասկոսից հարավ այո եւ փաստացի թե ինչպիսի նոր մոդելավորումներ են այնտեղ տեսնելու ես կարծում որ այնուամենայնիվ մեր ռեգիոնը այս պարագայում բախումների թատերաբեմ չի եւ դա արդեն ինքնին լավ է բայց նաեւ հնարավորությունների ինչ նոր ավենյուներ ունենք որոնք որ կարող ենք օգտագործել որովհետև եռանկյունիներ կարող են ձևավորվել, դրանք կարող են ֆորմալ լինել, ավելի շատ երևացող քան ըստ էության, մեծ հաշվով այդ նույն Հունաստանը եւ Թուրքիան արդեն տասնամյակներով հակասություններ ունեն, բայց երկուսն էլ ՆԱՏՕ-ի անդամ են եւ հասկանում ենք, որ այդ ՆԱՏՕ-ի անդամ լինելն էլ դեռ կարող է ոչինչ չնշանակել, հեսա Դանիայի հետ տեսնենք ինչ է լինելու, որովհետև Կանադան է անգամ անհանգստացած, եթե տեսակ Կանադայի վարչապետը Եվրոպա է եկել հասկանալու թե ոնց ենք անելու, ուրեմն այս անորոշությամբ, բայց շատ որոշակի անորոշությամբ սկսվող տարվա հետ գործ ունենք, ես հույս ունեմ, որ սա, որտեղ պատճառը հետևանքային կապերը ամենուր պիտի ինչ-որ ձև արտացոլվեն, այն ինչ անում է Միացյալ Նահանգները մի կետում, չի նշանակում, թե մյուսները կարող են անել մյուս կետում, բայց նաև նշանակում է, որ այդ հիմնավոր փաստարկն ունեն եւ այնպես չի, թե միանձնյա ոստիկանի դերը Միացյալ Նահանգները կարող է երկար պահել, որովհետև միևնույն է այլ ուժեղներ եւս կան, փաստ է, որ Վենեսուելան, Պանաման առավելապես խոցել են Չինաստանին եւ Ռուսաստանին ավելի շատ իմիջային տրամաբանությամբ եւ ավանդույթի ուժով, Չինաստանին շատ կոնկրետ հարցերում, հիմա ագրեսիվ Վաշինգտոնը, որը նաեւ գործընկերների առաջ որևէ բան չի դնում, տեսել ենք տոնայնությունը խոսելու, ուրեմն այսպիսի ոճի հետ գործ ունենք, այսպես մի քիչ փողոցային ժարգոն ոտքի տակ չընկնելու ժամանակներն է։ Շատ շնորհակալ եմ պարոն Խառատյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար, հետևենք դեպքերի ընթացքին ոտքի տակ չընկնելու տրամաբանությամբ եւ մինչ նոր հանդիպում ամենայն բարիք։ Ես եմ շնորհակալ։ Համենք զրուցեցինք մեր գործընկեր Ալիք մեդիայի հիմնադիր, արևելագետ եւ կոնֆլիկտաբան Արսեն Խառատյանի հետ, լսեցինք իր դիտարկումները կապված թե մեր տարածաշրջանում, մեր հարևանության մեջ եւ աշխարհում տեղի ունեցող վերջին իրադարձությունների եւ զարգացումների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։
Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ 2026 թվականի մեկնարկը բնորոշվեց Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու շուրջ դիվանագիտական ակտիվության շարունակությամբ, ինչպես հայտնի է Փարիզում տեղի ունեցավ կամավորների կոալիցիայի մի նոր գագաթնաժողով, որին մասնակցում էին Ուկրաինայի եւ Եվրոպայի առաջնորդները, մասնակցում էին նաև ամերիկացի բանագնացներ Սթիվ Վիթքոֆը եւ Ջերեդ Քուշները։ Ամերիկյան կողմը չստորագրեց այդ հռչակագիրը, որը ստորագրվեց այնտեղ, ստորագրեցին Ուկրաինայի, Բրիտանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ պատերազմի դադարից հետո պետք է Ուկրաինայում զորքեր տեղադրվեն։ Գերմանիան հանձնառություն ստանձնեց, որ Ուկրաինայի մերձակայքում, բայց ոչ Ուկրաինայի ներսում զորքեր կտեղակայի, նույնը Լեհաստանը, իսկ Ռուսաստանն էլ ասաց հենց այսօր, որ այդ ամենը դիտարկի որպես ինտերվենցիա եւ դա իր համար ընդունելի չէ։ Այս ամենը ունի շատ ուշագրավ ֆոն, դա իրադարձություններն են Իրանում, իրադարձություններն են Վենեսուելայում, որը ուղղակի ի ցույց են դնում Ռուսաստանի ուղղակի այդ քաղաքական եւ աշխարհաքաղաքական իմպոտենցիան, դրամատիկ իմպոտենցիան։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Ուկրաինայի մայրաքաղաք Կիևից տեսակապով մեր հյուրն է հայտնի ուկրաինացի հրապարակախոս եւ լրագրող Վիտալի Պորտնիկովը։ Приветствую вас, господин Портников. Рад вас снова видеть в добром здравии. Спасибо, что приняли мое приглашение. Приветствую, господин Миграбян. Господин Портников, вот Новый год начался продолжением прошлогодней дипломатической активности вокруг идеи прекращения войны, которую Россия развязала против Украины. В Париже состоялось заседание, встреча в рамках коалиции желающих, и там приняли участие американские спецпредставители Кушнер и Витков. Они не подписали никаких принятых там документов, подписали только украинцы и европейцы. Мнения разные. Одни говорят, что это, в общем, максимум того, что можно было ожидать, и Украина это получила. Другие говорят, что это все пустые разговоры ни о чем. Ничего не происходит, это все имитация, все вранье, война продолжается. Вы как видите в сухом остатке, говоря языком химиков, итоги этой встречи? Прошу вас. Я думаю, что когда мы говорим о дипломатии во время военных действий, то мы всегда должны задаваться вопросом, насколько эта дипломатия реально влияет на прекращение военных действий. И ответ очень простой – не влияет. Потому что мы слышим от федерального канцлера Германии Фридриха Мерца, что вначале должны быть достигнуты соглашения о прекращении огня в Украине, то есть подписано соглашение, которое будет гарантировать то, что война прекращена, а уже затем будут задействованы некие гарантии безопасности Украины, о которых договариваются на подобных форумах. Но федеральный канцлер абсолютно резонно отмечает, что без согласия России это не работает. Поэтому я все время спрашиваю себя, почему мы добровольно хотим оказываться в подобной логистической ловушке. Европейские страны постоянно утверждают, и это началось с момента соответствующей инициативы президента Франции Эммануэля Макрона, что они готовы разместить свой контингент в Украине после того, как будут прекращены военные действия. При этом все соглашаются с тем, что военные действия могут быть прекращены только если будет достигнуто соответствующее соглашение с Россией. Потому что без соглашения с Россией все эти форумы и конференции имеют исключительно дипломатический характер, но никак не связаны с реальностью. Россия, как известно, говорит о том, что с прекращения огня
должно стать кульминацией большого мирного договора, который якобы обсуждается сейчас Москвой и Вашингтоном. И президент Соединенных Штатов Дональд Трамп также согласился с тем, что необходимо не прекращение огня, а вот такой вот полноценный мирный договор, который бы гарантировал неповторение конфликта, по крайней мере, на время, когда он будет находиться в Белом доме. Я думаю, что это тоже понятная задача для американского президента. При этом все прекрасно понимают, что нет никакой возможности заставить Россию согласиться на присутствие войск стран-членов НАТО на территории Украины. Потому что требование о том, чтобы Украина не вступала в НАТО и была нейтральным государством, если и вообще можно говорить о каких-либо реальных требованиях России, остается одним из основополагающих моментов, которые обсуждают американские и российские участники переговоров. И Дональд Трамп как будто бы согласился с мыслью о том, что Украина не должна вступать в НАТО. Но какая для России разница? Будет Украина полноценным членом НАТО или она будет страной, на территории которой будут размещены военные центры стран-членов НАТО, о чем говорили на конференции в Париже президент Французской Республики Эммануэль Макрон и премьер-министр Великобритании Кир Стармер. Нет никакой разницы. Поэтому понятно, что Россия никогда не допустит появления в мирном договоре с Украиной, если вообще этот мирный договор когда-либо появится, я вообще считаю, что никакого договора не будет, пункта, который бы регламентировал возможность присутствия любых иностранных войск на украинской территории. Тем более войск Союза, который имеет ядерное оружие на вооружении своих членов. И когда мы говорим о том, что мы готовы предоставить гарантии безопасности Украине в виде присутствия европейских войск, но для того, чтобы эти гарантии безопасности были активированы, необходимо мирное соглашение с Россией, то есть ее согласие с этими гарантиями, мы таким образом даем понять Украине, что никаких гарантий безопасности Украине предоставлено не будет. Если это перевести с дипломатического языка на язык реальности. Поэтому я и спрашиваю, какой смысл во всех этих дискуссиях, когда это борьба, знаете, остроконечников с тупоконечниками в блефуску времен путешествия туда Гулливера. Джонатан Свифт это очень точно описал, кстати говоря. Пока остроконечники с тупоконечниками боролись за то, с какой стороны разбивать яйцо, происходили вполне реальные политические события. И тут то же самое. Кир Стармер говорит о том, что он готов сформировать на территории Украины некую британскую рейнскую армию, по примеру той рейнской армии, которая находилась когда-то на территории Германии, таким образом обеспечивая безопасность и мир в Европе после Второй мировой войны. Найджел Фарадж, лидер партии реформ, говорит, что его страны нет никаких возможностей финансовых и политических сформировать такую армию, что он выступает против этого решения. Все обсуждают взгляды господина Фараджа, потому что он вполне может претендовать на должность премьер-министра Великобритании после выборов 2029 года. Однако в этой дискуссии упускается самый важный, самый интересный момент. А, собственно, если Великобритания считает, что для появления ее войск, ее центров на территории Украины необходимо согласие России, то зачем нужны политические дискуссии лейбористов с реформистами, когда никакого согласия России на присутствие британских военных центров на территории Украины получено не будет. И это я могу абсолютно четко гарантировать. Тогда второй вопрос. А может быть, европейские страны готовы свои войска ввести на территорию Украины без согласия России? Но России четко говорят, эти войска будут законной целью для российской армии. Я в этом тоже не сомневаюсь. Если руководители Великобритании или Франции или других стран, говорящих о присутствии своих войск, готовы рисковать, то они могут таким же образом вести свои контингенты уже сегодня, не дожидаясь окончания военных действий. А если они не готовы рисковать, то они должны понимать, что и после окончания военных действий их войска на украинской территории не появятся. Но вот это и есть реальность. Поэтому, когда мы говорим, что Украина получила максимум того, что могла получить, я не очень понимаю, что она получила, кроме очередной совместной фотографии на время, когда окончится война, в ситуации, когда никаких объективных перспектив для окончания войны не просматривается. То есть появление этих войск резонно считать, что должно быть не после войны, после
прекращения войны, а именно для прекращения войны. В этом Конечно, военная для логика. прекращения войны. Но Да. при этом, если эти войска не собираются вступать в никакие прямые боестолкновения с российскими войсками, то их присутствие на территории Украины будет иметь исключительно декоративный характер. Да. Потому что они никакой безопасности не гарантируют. Но они появляются какие-то войска на территории, скажем, западных областей Украины или центральных областей Украины. Кто помешает Российской Федерации обстреливать и эти войска, и, скажем так, военные объекты, на которых они находятся, и кто будет отвечать тогда перед французами или британцами за гибель французских или британских военных? А самое главное другое, а в чем будет смысл этой гибели? Если они все равно не собираются вступать ни в какие столкновения с Россией, то их присутствие, опять-таки, будет иметь даже во время военных действий декоративный характер. Господин Портников, и тем не менее, такие фоновые, ну, если смотреть с точки зрения войны России в Украине, фоновые события, они все-таки, нельзя сказать, что ничего не меняют. Это вот события Венесуэлы и события, связанные с Венесуэлой, в частности, вот история с конфискацией уже 2 российских танкеров военно-морскими силами Соединенных Штатов. Причем это все показывает, что российское оружие, российский флаг, российский военно-морской флот, который сопровождал эти корабли, не стоят и 3 русских копеек вообще-то. И после этого Россия еще и заявляет, что она считает, что она требует, что она что-то хочет и что-то не хочет. Это просто уже, ну, когда вот в социальных медиа я смотрю, это все уже так предмет довольно-таки веселого отношения публики, да, ко всем этим ворчанием старого дедушки, да, и не более того. Ну, с одной стороны, вы правы, с другой стороны, захват танкера без груза американскими спецслужбами, это, конечно, важный сигнал, но с другой стороны возникает вопрос, а что происходит с теми танкерами, которые с грузом нефти, российской или иранской, венесуэльской, благополучно следуют в порты назначения. Я тоже считаю, что усиление, ужесточение санкций против России должно прежде всего быть связано с ужесточением санкций против так называемого теневого флота Российской Федерации. Но мы уже не раз имели наглядные свидетельства того, что захват 1, 2, 3, 5 танкеров никак не влияет на возможности Российской Федерации поставлять нефть туда, куда ее необходимо поставлять. Кстати, это касается не только России, но и Венесуэлы и Ирана. И, насколько я понимаю, никакие спецоперации американцев в Венесуэле и никакие восстания в Иране не меняют эту ситуацию. Возможно, она изменится. Я хотел бы на это надеяться. Но я не думаю, что она изменится от громогласных заявлений Дональда Трампа. Я думаю, что, скажем, например, изменение энергетической ситуации в Венесуэле возможно только в ситуации, если там будет установлена нормальная демократическая власть, которая будет реально контролировать нефтяную промышленность страны и сможет сотрудничать с рядом американских компаний для инвестиций в нефтяную промышленность Венесуэлы. Тогда, возможно, в 30-е годы 21-го столетия мы увидим новую картину. Потому что для того, чтобы реально венесуэльская нефть заняла новое положение на мировом рынке, нужны миллиарды долларов инвестиций и восстановление этой отрасли промышленности, важной для нефтяного рынка. Думаю, что это будет скорее после Дональда Трампа. Если это вообще произойдет, если удастся вообще восстановить демократию в Венесуэле, пока что мы не видим ни у Трампа, ни у его сотрудников никакой реальной возможности даже подумать на эту тему. А есть желание какое-то количество баррелей нефти приобрести, которое, в общем, не играет существенной роли на мировом нефтяном рынке. Это первый момент. Второй момент – это борьба с танкерами теневого флота. Танкеров такое количество, что если за каждым танкером будут гоняться спецназначенцы Соединенных Штатов, у них не хватит ни кораблей, ни ресурсов. Потому что эти танкеры повсюду. Да. И пока не будет предпринято каких-то совместных мер по остановке этих танкеров, возможно, там перекрытие определенных торговых путей, проливов и так далее. Я думаю, что все это будет, прежде всего, демонстративными какими-то действиями Дональда Трампа, достаточно, я бы сказал, красивыми с точки зрения комментария, но абсолютно неэффективными с точки зрения реальности. Я считаю, что если
будут предприняты дальнейшие меры по ограничению экспорта российской нефти, то на протяжении ближайших лет созреют возможности для того, чтобы Россия вышла на реальные переговоры о мире в Украине. Но я не знаю, в каком году и в каком десятилетии это произойдет. Может быть, в этом году, может быть, через 5 лет. Опять-таки, важно, чтобы сам Владимир Путин понял всю рискованность своих действий. А у меня есть достаточно серьезное впечатление, что российский президент не готов вообще обращать внимание на экономику. И все окончится, как я уже говорил, не мирным договором, а большим обвалом самой структуры российской экономики и, возможно, структурами российского государства. Я вполне допускаю, господин Мигровян, что под руинами этого государства и тех гуманитарных катастроф, которые последуют в результате его краха, будут погребены, как под слоем мусора, все бывшие советские республики, которые находятся по соседству. Это тоже реальная катастрофа, которая нам грозит не меньше, чем война. И Путин четко ведет, я бы сказал, свою страну к этой пропасти, опасной для нас всех. Конечно, есть всегда надежда, вот мы закроем границы, мы не будем делать того, мы не будем делать всего. Но это, знаете, Турция, наверное, тоже думала, что она закроет границы Сирии, когда начался всплеск гражданской войны в этой стране, такой серьезный. А в результате превратилась в отель для сирийских беженцев. Как бы нам всем не стать такими отелями? Господин Портников, рядом с нашим регионом есть огромная страна, 90-миллионный Иран, который сейчас бурлит. И, в общем-то, там ситуация, я слежу за оппозиционными телеграм-каналами, которые напрямую распространяют видеокадры оттуда. Там, в общем-то, ну, скажем так, уже паста вышла из тюбика, и обратно ее загнать уже не выйдет. И уже там, правда, все началось с базаров, но сейчас уже вот повестка базара уже, ну, уже подзабыта, да? Там политические лозунги, там главным лозунгом стал «Джавид Шах», то есть «Да здравствует Шах». Есть конкретный персонаж, это наследный принц Реза Пехлеви, который уже ежедневно обращается к иранцам, причем набирая миллионы просмотров. Вот последний уже за сутки набрал 80 миллионов, причем обращение было на фарси, а население Ирана 90 миллионов. Да? Вот. То есть это очень важный показатель о вырисовывающихся трендах. И здесь тоже российский авторитет, скажем так, ну, проседает и достигает дна, можно сказать, потому что там тоже был стратегический союз вроде как, да, не дадим, не позволим и так далее и тому подобное. Что происходит и как это может повлиять на глобальную расстановку сил и на наш регион? Мы соседи Ирана. Мы соседи Ирана, Азербайджан соседи Ирана, Турция соседи Ирана, арабские страны. Ну и, конечно, мы получаем информацию о том, что американские ВВС массово перебрасывают в иракский Курдистан и в зону залива военно-транспортные самолеты с неизвестным содержимым и самолеты-заправщики. В Израиле уже открыто говорят о возросшей возможности новой войны с Ираном и так далее. Ваш комментарий, прошу. Я совершенно убежден, что в Иране революционная ситуация. Она очевидна. Но теперь важно будет совершенно другое. Насколько силовой аппарат Исламской Республики способен этой революционной ситуации противостоять, прежде всего в столице. Вот это будет действительно важным моментом. Потому что очевидно, что для большинства населения режим Исламской Республики является неприемлемым, но у этого большинства населения нет силовых ресурсов для того, чтобы опрокинуть власть аятолл.
И вот сейчас и мы увидим эту, я бы сказал, эффективность силового режима. Это же всегда проверяется именно во время революции. Вот когда была революция в Украине 2013-2014 годов, отнюдь не последним фактором в этой революции, как вы понимаете, было то, что силовые структуры не горели желанием сохранять один из самых отвратительных постсоветских режимов. Режим Уркагана Виктора Януковича. Да. А когда в 2020 году была схожая революционная ситуация в Республике Беларусь, оказалось, что белорусские силовики готовы стрелять в собственный народ ради сохранения еще одного отвратительного режима. Режима чекистской марионетки Александра Лукашенко. То есть тут всегда именно это имеет большое значение. И мы понимаем, что уже есть какой-то внутренний раскол в иранских элитах, брожение в самом корпусе стражей исламской революции. Мы видим, что президент Исламской республики Масуд Пезешкиян старается осторожную позицию занять по отношению к протестующим, в то время как Аятолла Хаминеи, который всегда был лидером наиболее радикальных сил режима, фактически призывает к расправам над ними. Поэтому в зависимости от того, кто окажется сильнее, народ или силовики, будут и развиваться события в Иране в ближайшие месяцы. Но это, в принципе, все равно будет означать отложенный кризис, потому что режим Исламской республики себя исчерпал. Еще один очень важный момент, о котором вы действительно вполне справедливо упомянули, это момент американского присутствия. Президент Соединенных Штатов заявил, что если иранские аятоллы будут стрелять в народ, то американцы могут вмешаться для того, чтобы защитить иранцев от их собственных силовиков. И я думаю, что после задержания венесуэльского диктатора Николаса Мадуро для Аятоллы Хаминеи и для его соратников, и для руководителей корпуса стражей исламской революции все это звучит достаточно, я бы сказал, убеждающе. Тем более, что вы знаете, что Николас Мадуро был задержан американскими спецслужбами ровно в тот самый день, в который был ликвидирован глава корпуса стражей исламской революции генерал Касем Сулеймани, являвшийся одним из самых мерзких террористов в регионе. Поэтому, в общем-то, в решительности Трампа с точки зрения вот таких вот ударов, тем более, что были удары по ядерным объектам Исламской республики, могут в Тегеране и не сомневаться. И в этом тоже будет такая интрига действий иранских силовых структур против протестующих в ближайшее время. Но понятно, что если окажется, что иранский режим не устоит, это будет полный развал уже не иранской оси сопротивления, которая, по сути, была почти уничтожена израильскими усилиями во время войны в Газе и войны на территории Ливана, когда точными израильскими ударами были уничтожены террористы Хамаса и Хизбаллы. И остается только сожалеть, что Израилю не дали возможности поставить окончательно точку на деятельности этих террористических банд. То сейчас может рухнуть та ось сопротивления, которую создавал Пекин в виде своих контрагентов в Москве, Венесуэле и Иране. Вот это тоже достаточно серьезная вещь. Вы говорите о России, но я думаю, о Китае не нужно забывать, потому что Китай покупает российскую нефть, Китай покупает иранскую нефть, Китай покупает венесуэльскую нефть. И все три отвратительные человеконенавистнические режима криминального свойства живут именно за счет того, что Китай расплачивается с ними за нефтепродукты, фактически помогая этим режимам существовать и воевать. Вполне возможно, что падение режима в Тегеране, точно так же, как я надеюсь, дальнейшие процессы по падению режима в Каракасе, приведут к тому, что Россия останется в изоляции, останется единственным активом Китайской Народной Республики в ее геополитическом противостоянии с Вашингтоном. Господин Портников, это уже моя информация в Тегеране, как вот эпидемия распространяются слухи о том, что американское спецподразделение «Дельта» после операции, удачной операции в Венесуэле уже находится в Эрбиле и ждет приказа. Да? И вот... Пожелаем Аятолле Хаминеи встречи с Николаем Мадуро. Да. С Николасом Мадуро. И это их сильно воодушевляет. Наследный принц призывает всех выйти и завоевать улицы городов и улицы Тегерана. И мы сегодня видим... Важно только, чтобы в этом случае Трамп потом не говорил о том, что он не знает никакого наследного принца, а хочет разговаривать с наследниками Аятоллы, как это сейчас происходит в Венесуэле. Да. Потому что от Трампа мы можем ожидать чего угодно. И это тоже нужно помнить. Понимаете, проблема в том, что американские спецназначенцы делают свою часть работы, а Трамп не делает своей.
И в заключение, господин Портников, вот накануне американская делегация большая посетила Баку, но, судя по протокольным снимкам, довольно многочисленная, и была встреча с Ильхамом Алиевым, после чего было большое интервью Ильхама Алиева, и он нас, ну, скажем так, приятно удивил своей беспрецедентно миролюбивой риторикой, отсутствием тех токсичных нарративов, которыми пестрили обычно его публичные речи, ну, либо проскальзывали. Этого не было. Вот как вы это можете объяснить, вот эту трансформацию, и есть ли здесь связь с иранскими событиями также? Ну, я думаю, что Ильхам Алиев всегда был человеком, мягко говоря, прагматичным. И он прекрасно понимает, что сейчас его политический успех, тем более после того, как он вместе с Николом Пашиняном побывал в Белом доме, в кабинете Дональда Трампа, зависит от хороших отношений с Соединенными Штатами. А Соединенные Штаты хотят открытия коммуникаций, потому что это тоже будет важный геополитический момент, прежде всего для Америки, момент вытеснения России с Южного Кавказа окончательно. Чем быстрее Россия уйдет из региона, тем более мирным и стабильным он будет. Ну и в этой ситуации, разумеется, дорога к открытию коммуникаций – это мир с Арменией. Пусть холодный мир, но мир. И американцы это, я думаю, прекрасно тоже понимают, и Алиев это прекрасно понимает, поэтому мы и видим такое развитие событий. Я очень хотел бы, чтобы от этого холодного мира Баку и Еревану удалось перейти к миру полноценному, к мирному договору и к нормальному существованию двух стран после всего того катастрофического периода, который всем нам пришлось пережить, наблюдая за Южным Кавказом на протяжении десятилетий, а вам оставаться заложниками этой нестабильности, которая во многом генерировалась московскими усилиями. Спасибо вам большое, господин Портников, что приняли мое приглашение и уделили время нашему эфиру. Вашей прекрасной стране скорейшего мира через перемогу. Слава Украине! Всего доброго! Героям слава, удачи! Ամենք լսեցինք մեր գործընկեր, հայտնի ուկրաինացի հրապարակախոս եւ լրագրող Վիտալի Պորտնիկովին, լսեցինք իր դիտարկումները կապված Ուկրաինայում պատերազմի դադարեցման գաղափարի շուրջ տեղի ունեցող այս դիվանագիտական ակտիվության, մասնավորապես Փարիզյան հանդիպման, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում տեղի ունեցող շատ կարևոր իրադարձությունների հետ, մասնավորապես մեր հարևան Իրանում այդ ըստ արդեն հասունացող հեղափոխության հետ եւս։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Dalma եւ Rio մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։
Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի եթերում կրկին Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Անցնենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես հայտնի է նոր տարվա այդ տոնական օրերից հետո բավականին բազմաքանակ ամերիկյան պատվիրակություն այցելեց Բաքու և հանդիպում ունեցավ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Դրան հետևեց Ալիևի ծավալուն հարցազրույցը և այդ հարցազրույցի ընթացքում Ալիևը այսպես նվազագույնի հասցրեց այն տոքսիկ նարատիվները, որոնցով ընդհանրապես իր ելույթները առանձնանում էին Հայաստանի հետ կապված։ Իհարկե խոսվեց խաղաղության մասին, խոսվեց այն մասին, որ պատերազմ այլևս չկա, այժմ խաղաղություն է, բացվելու է Հայաստան-Ադրբեջան սահմանը, Թուրքիա-Հայաստան սահմանը, բացվելու են ճանապարհները, որում էլ արևմտյան Ադրբեջանի մասին չխոսվեց, փախստականների ճակերտավոր վերադարձի մասին չխոսվեց, մի խոսքով մի ամբողջական մի խաղաղասիրություն։ Այս ամենը իհարկե ուղղորդվում է այն իրադարձություններով նաև, որոնք տեղի ունեցան Վենեսուելայում, եւ սա ուղղակիորեն անդրադառնում է ռուսական գործոնի վրա, ինչպես նաև այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում թե Հայաստանի, թե Ադրբեջանի հարևան Իրանում, որտեղ ըստ էության նախահեղափոխական վիճակ է։ Փորձենք հասկանալ, այսպես ասենք, Ալիևի խաղաղասիրության այս ընթացիկ ծագումնաբանությունը։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար Չեխիայի մայրաքաղաք Պրահայից, մեր հյուրն է Էխո Կավկազը ռադիոկայանի քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը։ Приветствую вас, господин Дубнов. Рад вас снова видеть в добром здравии. Спасибо, что приняли мое приглашение, нашли время для нашего эфира. И, пользуясь случаем, поздравляю вас с прошедшим Новым годом. Тоже с Новым годом, со всеми прошедшими праздниками. И спасибо за приглашение. Спасибо. Итак, господин Дубнов, Новый год... Старт Нового года получился, ну, как бы Владимир Владимирович сказал, полным движухи, да? Причем и по всему глобусу, и на международном уровне, и в нашем регионе, и в нашем соседстве южном. И вот на этом фоне визит большой американской делегации в Азербайджан, встреча с Алиевым, после которого вот большое пространное интервью президента Азербайджана, полное миролюбие, где вот минимум этих токсичных нарративов, которым обычно выделялись его публичные выступления последнего времени, да, всегда в бочку меда добавлять не ложку, а ведро дегтя. Этого не было на этот раз. Он говорил о том, что больше войны нет, уже есть мир, будут открыты дороги, и граница Армения-Азербайджан, граница Турция-Армения. Никто не должен быть проигравшим, говорит Ильхам Алиев. Ну вот, как вы видите, ну, если можно так сказать, генеалогию такого вот миролюбивого спича
президента соседней нашей страны. Прошу вас. Ну, я бы не стал сводить это миролюбие к армяно-азербайджанскому сюжету. Наоборот, как раз, может быть, это несколько в другом направлении, в другой географии надо рассматривать этот контекст, потому что, ну, сегодня, как когда-то в начале 20 века говорил русский поэт Велимир Хлебников, представитель земного шара. Вот мы знаем, как зовут сегодня человек, который номинируется на должность председателя земного шара, и все посылы, все сигналы адресуются ему. Поэтому цена мира или каких-то мирных символов, всего остального, в общем, сейчас несколько выросли. Курс, я бы сказал так, курс акций мира несколько подрос, и я думаю, что это надо прочитывать в интервью Алиева. Он показывает этому самому председателю через океан, что вот здесь, на фоне всего того беспокойства, на фоне всего того, как началась неделя до Нового года, и вообще как бы всей этой бурной всей этой катавасии, которую мы наблюдаем, вот здесь все спокойно, вот здесь ты, товарищ Дональд, постарался, и ты постарался не зря. Мы не подведем. Вот я конкретно не подведу, ну и армянские товарищи, в общем, тоже окажутся, я надеюсь, на уровне, потому что они знают, кто этот уровень диктует. Вот я думаю, собственно говоря, этот сигнал был послан. Я не уверен, что он был Вашингтоном принят, потому что в Вашингтоне сейчас как бы немножко не до того. Вот, есть много других интересных вещей. Но на всякий случай, даже если он каким-то образом там будет обозначен, то да, это, безусловно, будет понятно. Ну и, безусловно, конечно же, все те подтексты, которые мы наблюдаем по соседству, они тоже работают в данном случае на эту риторику, потому что вот везде бурлит, значит, уже протестующие в Иране берут 2 города, уже курды проснулись, значит, что там будет дальше, как бы все немножко ширится, какой-то взрывной рост идет протестов, а вот здесь у нас как бы мы спокойны, и мы всегда готовы протянуть руку для любого регулирования, мы здесь сильнее, и это, кстати, актуально, потому что все, что происходит в Иране, будет, безусловно, иметь отзвуки, уже имеет отзвуки и в Ливане, и на ливано-израильском треке. Вот, а здесь услуги Азербайджана вполне могут быть востребованы. И это тоже как бы знак того, что мы не просто гарант мира, но мы еще и достаточно влиятельны для того, чтобы эти гарантии каким-то образом соблюсти и поддержать. Господин Дубнов, вот вы и так слегка затронули Ливан, Израиль. Из открытых источников становится известно, что идет масштабная переброска сил военной авиации Соединенных Штатов в район иракского Курдистана и Персидского залива. Причем это самолеты-заправщики, это военно-транспортная авиация с неизвестным содержимым. А в Тегеране, это уже моя информация, ну вот как эпидемия распространяется слух о том, что вот после успешной операции в Венесуэле американское подразделение «Дельта» находится уже в Эрбиле и ждет приказа. Вот такой слух идет сейчас по Тегерану. Израильские паблики прямым текстом говорят о том, что резко возросла вероятность новой войны против Ирана. Поступают, есть также и косвенные признаки, ну вот, российское посольство эвакуируется из Израиля и призывают россиян не посещать, ну и так далее. Как вам видится вот, дальнейшее развитие событий в этом контексте? Я вполне допускаю, что по Ирану может быть нанесен удар. Может быть, я не думаю, что прямо возможно реальное вторжение и реальная война в Иране, но то, что возможен удар совместный с Израилем или одиночный, ну, скорее совместный с Израилем. Я вполне это допускаю, потому что Иран сейчас оказывается в некой ловушке. Он уже был ослаблен до этого.
вот, всеми предыдущими событиями, Да. он уже во многом лишился своих прокси. То есть, как бы, риск асимметричных ответов Ирана сейчас значительно снижен. Он не сведен к нулю, но он снижен. И в этом плане, конечно же, есть соблазн по нему ударить. Вопрос только в том, зачем. Потому что, в общем, здесь сейчас очень много разговоров про Венесуэлу, но мы до сих пор не знаем, зачем и почему была Венесуэла. То есть все действие венесуэльское – это как бы набор очень ярких эффектов, но они все выглядят как побочные, пока не очень понятно, какой из них был главный. А вот целеполагание в ударе по Ирану, оно не очень понятно сейчас, потому что, как бы свергать власть, с этим, в общем, стоит подождать немножко, может, уже и не надо будет ее свергать. Значит, как бы разобраться с ядерной программой, тоже, в общем, сейчас можно немножечко погодить. А с другой стороны, слово сказано, да, значит, как бы заявка сделана. Если будете стрелять по протестующим, значит, как бы накажем. И один из побочных эффектов Венесуэлы как раз был в том, что не надо относиться к словам к Трампа, значит, как к некой блаже, которые, в общем, привыкли немножечко так относиться. Что, опять же, ничего не значит, потому что, в общем, политика – это не англосаксонское право, в ней прецеденты не работают. Венесуэла не повторяется. А если они повторяются, то это как бы совпадение случайно, потому что значит, что опять же сошлись звезды, и, значит, как бы соотношение бонусов и издержек, признано допустим. Потом это можно объяснить хоть Венесуэлой, хоть прецедентом Косово, чем угодно, на любой вкус. Но прецеденты не работают. Поэтому я бы не стал как бы Венесуэлу рассматривать в более широком контексте, чем латиноамериканский. Но то, что все взволнованы, это, в общем, само по себе фактор с прецедентом, с ним немножко как с инфляцией. А инфляционное ожидание бывает страшнее самой инфляции. И здесь, конечно, это тоже работает на некую напряженность, некое волнение, которое, еще раз говорю, становится политическим фактором само по себе. Кроме всего того, что на эту напряженность работает достаточно объективно. А там есть действительно некие мотивы. И, возможно, если что-то пойдет в Иране так или не так, как угодно, да, можно формулировать, оно так, что, в общем, будет удобно ударить, конечно, ударят без сомнений, и такая вероятность, конечно, повышается. Господин Дубнов, и очень важно понять здесь внутри армянской дискуссии это важный вопрос. Понятно, что в Иране ситуация такая, что паста вышла из тюбика, и обратно ее загнать уже не вариант. Там начались необратимые процессы. Каковы они, какой длительности, это другой вопрос. Но то, что какая-то точка невозврата пройдена, и нынешняя власть просто уже не обеспечивает базовую бухгалтерию, да? Поэтому и базар восстал. Как это отразится на нашем регионе и отразится ли? Тем более, что абсолютно очевидно, что главной заботой действующей власти, если в будущем будет и переходная власть, затем новая власть, неважно. Но главной заботой будет все, что внутри Ирана, а не, скажем, это идеологическое противодействие Соединенным Штатам, там смерть сатане и так далее. Ваше мнение? Насчет сатаны, я думаю, что это не нам представляется таким ведущим фактором. На самом деле, все расклады, которые возможны в Иране, предусмотреть невозможно, потому что, по крайней мере, может быть, кто-то знает, но я, по крайней мере, нигде сам еще не читал у знающих людей. По-моему, нет точного представления о том, какие силы там превалируют в этом протесте. Мы не представляем себе, как пойдет распределение ролей как в протесте, так и если вдруг что-то
действительно сломается, и паста совсем взорвется, мы не очень понимаем, какие расклады будут среди победителей. Потому что мы видели, во-первых, сирийский вариант, да, значит, где предпочтения американцев оказались такими. Мы видели венесуэльский вариант, в котором мы пока еще не очень понимаем предпочтения американцев, но они совсем не соответствуют ожиданиям многих людей, которые видели достаточно простое развитие событий. Я думаю, что простого расклада не будет ни в каком из этих случаев, поэтому сейчас пытаться прогнозировать, что бы то ни было, это пустая трата времени и риски собственной прогнозистской репутации. Поэтому здесь очень трудно что сказать, и поэтому я не думаю, что как бы вот эти вещи сейчас мы можем оценивать. Я не очень понимаю, как это может отразиться напрямую на регионе. Безусловно, какие-то круги по воде пойдут. Я думаю, что вот визит иранских делегатов в Ереван, в общем, ничего другого, кроме каких-то попыток включить Ереван в переговорный процесс, возможно, в какую-то переговорную комбинаторику, в которой, возможно, участвует Россия. Ничего другого мне в голову особо не приходит, но это какая-то такая достаточно тривиальная вещь, и я очень на ней даже не буду настаивать. Но каким-то образом мне кажется, что в дипломатическое урегулирование иранцы будут пытаться втянуть Армению. Ничего страшного там нет, тем более, что, в общем, таких векторов у Ирана довольно много. Сейчас будет работать на самых разных направлениях. Причем армяно-азербайджанская, я думаю, самые спокойные и самые предсказуемые. Но ничего большего, я думаю, в данном случае как бы на Армении не отразится, и на регионе в целом, в общем, тоже. Единственное, только мы уже говорили об этом, услуги Азербайджана могут быть использованы, востребованы на каких-то других треках, которые уже, конечно же, шире, чем армяно-азербайджанский узел. И вот в заключение, господин Дубнов, создается довольно-таки такое устойчивое впечатление о том, и вообще есть резон считать, что раз Америка своими шагами вносит все большую неопределенность, да, в международных отношениях, то малым странам, таким как Армения, таким как Азербайджан, есть резон в своей непосредственной среде безопасности установить как можно большую определенность, да? Чтобы этой турбулентностью, от этой турбулентности не пострадать. То есть подстраховаться, да, грубо говоря. Вам так не кажется? Мне кажется, что история вся азербайджано-армянского конфликта, она как раз показывает, что малые страны всегда были в достаточной степени освобождены от законных основ миропорядка и всегда основывались на балансе сил, баланс интересов тех, кто эти интересы в этом конфликте так или иначе видел или не видел. И главное, что, собственно говоря, самое тревожное – представлений иногда ложных об этом балансе. Я думаю, что здесь никогда не было никаких... То есть это достаточно изолированный участок международных отношений, международного порядка, где стороны исходили из достаточно, опять же, локального соотношения сил. И я думаю, что сейчас оно стало наиболее, не то чтобы благоприятным, но наиболее стабильным, может быть. Да, оно менее подвержено возможным турбулентностям. Потому что всегда это в какой-то степени зависело, от внешних игроков, причем не их коварных замыслов, да, а, в общем, каких-то интересов, с которыми приходилось считаться и которые считаться не исходя из ущерба себе, да, а из попытки найти какую-то выгоду.
Потому что, ну вот как бы очень многие считают, что Москва, например, она маневрировала, значит, и разжигала конфликт между Арменией и Азербайджаном и таким образом поддерживала свою роль в урегулировании и свое присутствие здесь. Мне кажется, все немножечко наоборот, потому что мне кажется, что и Армения, и Азербайджан за эти годы научились извлекать свою выгоду из положения, из фактора Москвы, который, в общем-то, это была игра не то, чтобы как бы был главный игрок или главный арбитр и двое, значит, каких-то не очень договороспособных игроков. Нет, это была игра на троих в данном случае, которую все научились вести. Потом все дело разбалансировалось. А вот интересы и Баку, и Еревана свелись к тому, что Москва стала им мешать обоим. Вот. И вот как бы то, что процесс стал таким, ну, мне кажется, работает как раз на его стабильности, снижении турбулентности само по себе. А внешние веяния, внешние ветры, в общем, всегда, то есть никогда, мне кажется, не были фатальными. Все основывалось исключительно на соображениях баланса сил, баланса интересов и ошибок в оценке этих балансов. И еще тогда один вопрос, господин Дубнов. Ну вот произошедшее в Венесуэле и вокруг Венесуэлы, ну, вот эта история с русскими танкерами показывает, что стратегический какой-то вот договор с Россией, российские инвестиции, российские там политический зонтик, российское оружие, даже российские военно-морские силы 3 русских копеек не стоят, да, в общем-то. И бедный Мадуро. Да не бедный В общем, Мадуро. это впечатлило, скажем так, и Ереван, и Баку. Во всяком случае, вот этот вывод сделали. Ваше мнение? Ну, мне кажется, я здесь немножко не соглашусь, мне кажется, здесь причины и следствия немножко выглядят по-другому. Мне кажется, что Мадуро, ну, не первый ошибся в оценке российских инвестиций и российского оружия. Да? Но вот ту рухлядь, которая обнаружилась вместо оружия в Венесуэле, ну, при всем уважении, не хочу быть неделикатным, но несколько лет назад уровень этой рухляди обнаружили в Армении. Да. Вот. И я думаю, что в этом смысле история с Мадуро, она очень характерна. Ну, в общем, ну, насколько я понимаю, все-таки в Армении за всеми разговорами о том, что Россия нас спасет, и Россия не даст нас в обиду, это стратегический союзник, и помните все эти разговоры про красные линии, которые десятилетиями продолжались. Но я думаю, что люди, которые принимали решения, всегда знали цену этим разговорам. Вот, это была часть такого внутреннего договора и договора с Россией, очень взаимовыгодного, чиновного, бюрократического, какого-то олигархического, элитного такого механизма, в котором эти люди себя прекрасно чувствовали, и как бы остальных они кормили этой байкой, этой байдой про красные линии и стратегическое братство. Вот в Венесуэле повторилась примерно такая же история. Но причем в гораздо более серьезном варианте, потому что, или карикатурном варианте, не знаю, потому что, ну, Армению еще можно было каким-то образом выдавать за форпост в тревожном регионе, Ближний Восток, Турция и так далее. А Венесуэла как форпост, ну это совсем смешно, да? Зачем Венесуэла России? Все эти как бы огромные инвестиции, ну еще надо посмотреть, куда ушли эти инвестиции в Венесуэлу. А какие там откаты, кто ими пользовался. Это все еще очень как большие разговоры. Все это злорадство по поводу того, что Москва лишила своих денег. Я не очень в это верю. Я думаю, что Москва таких денег не лишается. А на уровне откатов все остальной, значит, как бы чехарды с деньгами, в Москве умеют в чехарду играть. Я думаю, что, в общем, она в накладе-то особо не осталась ни в Армении, ни в Венесуэле. Но это показало, на самом деле, не столько слабость России, сколько ее истинные как бы маневры, истинную цену всем ее как бы прокламациям и якобы, значит, то, что сейчас модно называть нарративами. Ну да, вот это, в общем, как бы все это на самом деле был пустой звук, за которым Москва, я думаю, прекрасно делала деньги, и здесь она, в общем, ничего не проиграла.
Спасибо большое, господин Дубнов, что нашли время для нашего эфира, за ваши очень важные комментарии и оценки, которыми вы поделились с нашими телезрителями. До новых встреч и всех благ вам. Спасибо. Всего доброго. Спасибо. Всего доброго. Ամենք զրուցեցինք մեր գործընկեր Էխո Կավկազը ռադիոկայանի քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովի հետ Չեխիայի մայրաքաղաք Պրահայից լսեցինք իր դիտարկումները կապված Ալիևի վերջին հայտարարությունների հետ, որոնցով նա հանդես եկավ ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից հետո, նաև ազդեցությունն այն իրադարձությունների, որոնք տեղի ունեցան վերջին օրերին Վենեսուելայում, Վենեսուելայի շուրջ, ինչպես նաև Իրանում այս նախահեղափոխական վիճակի հետ։ Այսօր թերևս այսքանը հարգարժան տիկնայք եւ պարոնայք, կհանդիպենք արդեն վաղը, խաղաղություն եւ բարի ննձ ձեզ։ Ասել էինք, չէ, դեկտեմբերը նվերաշատ է։ Մինչև դեկտեմբերի 31-ը Fast Bank-ի ցանկացած վիզա ակնքարտով գնիր ֆիլմի 1 տոմս Cinema Star-ի Դալմա եւ Ռիո մոլերի մասնաճյուղերից եւ երկրորդ տոմսը ստացիր նվեր։ 2 տոմս, 2-ը նվեր։ Եվ այսպես շարունակ։ Եթե չունես վիզա ակնքարտ, պատվիրիր Fast Bank Mobile-ով։ Դե ինչ, բարի դիտում։